նարդիվանը ստեղ դնեմ, հետո գամ բարև տամ, բարևս ստանամ։ Ողջույն սիրելի հետևորդներ ջան, արև արդեն թեքվել է Սարի մյուս կողմ եւ կարելի ասել հովն ընկել է, քանի որ այսօր ամբողջ օրը կարելի ասել թե ժամառեր, այդքան շոկ էր մեր մոտ։ Թեպետև ես հիմա մի քիչ տակ եմ հագնվել, բայց այսպես եմ արել, որ գոնե թևերս չայրվի արևից, արդեն գիտեմ, որ դեմքս լավ կարմրել է արևից, թեթև քամի էլ կար, որը հենց օգնում էր, որ կարողանամ աշխատել։ Ասեցի ձեզ միանամ, սիրելի հետևորդներ ջան, այդպես լուր ինձ համար ծառերս է ետում, արդեն հասել եմ այս հատվածը, իմ այգու, գիտեք շատ մեծ է, արդեն կեսը էտել եմ, ինչպես տեսնում եք իմ ծառերը շատ մեծ են, այս մի շարքն է մի քիչ թեթևի մեջ, բայց այն կողմերը լավ մեծ է, նույնիսկ վախենալու եւ որ բարձրանում եմ ծառի վրա, որ իմ ուզած շևը կտրեմ եւ իմ ուզած տեսքը տամ իմ ծառին, որպեսզի ավելի լավ բերք ստանամ այս տարի։ Դե սիրելի հետևորդներ ջան, քանի որ միացա, որ զրուցելով աշխատեմ, ուրեմն այդպես էլ անեմ։ Երբ որ զրուցելով ենք աշխատում, ինչ որտեղ նաև հոգնածությունը կորչում է, ժամանակը արագ է թռչում, այս ընթացքում առանց ձեզ միանալու եմ կատարել, որ հետո երբ որ այսպես հետ դառնամ, այն կողմի վրա տեսնեմ, որ աշխատանք եմ կատարել ու ինքս ինձանից գոհ լինեմ։ Մի անգամից կարելի ասել ամառ եկավ ու բողբոջը րոպե մեծանում է ու պետք է շտապեմ արդեն ծառերս վերջնական էտը տամ։ Ու ընդհանրապես կարալյոկի ծառը, սիրելի հետևորդներ ջան, ամենաուշ բողբոջող ծառն է կարելի ասել։ Բոլոր ծառերը համարյա թե տերևակալվում են, տերևը լավ դուրս է գալի ու նոր կարալյոկի ծառը ամենասկզբում իր բերքի բողբոջներն է երևում։ Ինչեւ որ արդեն գործը կհասնի բարձրանալու ներքևի հատվածներից հետը, ընդհանրապես շատ խորը էտել չի պահանջում, մենակ պահանջում է, ասենք, որ ճյուղը, որ չորացել է ձմռան ընթացքում, էտ եմ կտրում ու մեկ էլ, որը որ այդ իր ճյուղերը շատ է երկարել, մենք ասում ենք մուղամ է տվել, այդ երկար մուղամները կարճացնում եմ, որ հետո կարողանա բերքը պահի, սիրելիներս։ Գիտեմ, որ իմ հետևորդների մեջ կան այնպիսի մարդիկ, որ պահում են, ատեսնում են կարալյոկի ծառ եւ արդեն մեր մոտ էդի շրջանն է սկսվել։ Ընդհանրապես այս տարիների ընթացքում անգամ եղել է, որ փետրվարին եմ էտել, քանի որ եղանակը շատ բարենպաստ է եղել ու փետրվար ամսին եմ էտել, այս ընթացքում էլ արդեն կազմ ու պատրաստ եմ եղել, բայց այս տարի եղանակային փոփոխությունները այլ ստացվեցին եւ մի քիչ այս շրջանն ընկավ էտելու գործը, որը ուղղակի հարցը նրանում է, որ նման դեպքերում արդեն շտապում ենք հասցնել։ Իսկ երբ որ ձմռանն եմ էտում, արդեն հանգիստ եմ լինում, թեկուզ օրական մի ծառ, երկու ծառ, թեպետև մի ծառով, երկու ծառով ես երբեք չեմ բավարարվել, հենց որ էդի մուգրատը ձեռքս եմ վերցրել, փետրվար ամսին եկել այգի ծառ էտելու, հաստատ մի 10 հատը էտել եմ, ես ինձ համար այդպես չափ եմ վերցրել ու սենց մտքիս մեջ ասել եմ, մինչև այս 10 ծառը չետեմ, տուն գնացողը չեմ, սպասեմ մեքենան անցնի։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, հիմնականում քանի որ արդեն ծառը մեծացել է ու չի պահանջում, որ ծառը ձևավորեմ, հիմա պահանջում է, որ չորացած ճյուղերը կտրեմ, որը շատ պարզ հստակ երևում է, որ ծառին թեթևություն տա, ու մեկ էլ ասենք, որ ճյուղը որ շատ է երկարել, դա պետք է կտրեմ, օրինակ այս մեկը Երբեմն ծառը եթե հարմար է լինում, էլ
նարդիվանին չեմ բարձրանում, սենց զգուշորեն քաշում եմ, ինձ եմ մոտեցնում, հետո ամենավերևից կտրում եմ, շատ էդ չի պահանջում, երբ որ ծառը շատ մեծ է լինում, այստեղ էլ վերջավորությունը, որ չկա շատ կախվի, ոնց որ թե սոխակներս սկսեցին երգել, քանի որ հովն ընկնելու հետ են երգում, այն շոգին չեն երգում, այն ոնց ասած տանիցը դուրս չեն գալի, մենք որ չենք նայում, շոգա, ցուրտա, դուրս ենք գալի, որ մեր գործն անենք, բայց թե թռչունները այն ոնց ասած իրանք ջան եղադրը լավ գիտեն, հովին դուրս են գալի երգում, մեկ էլ որ նոր լուսանում է, այդ ժամերին են լավ երգում, մի շատ շոգին չեն երգում։ Կարելի ասել շատ էդ չի պահանջում, դրա համար մի քիչ հեշտ կլինեմ, էլի։ Բայց ինձ թվում է պետքա ծառը բարձրանամ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ երբ որ շատ ուժեղ քաշում եմ դեպի ինձ, ծառը ինքը փխրուն ծառ է, հանկարծ չկոտրվի ափսոս է, բայց ուզում եմ նես ասավորեմ, որ նաև դեմքով դեպի ձեզ լինեմ, երևի նարդիվանը կգտեմ, մյուս կողմից դնեմ, որ դեմքով դեպի ձեզ լինեմ, սիրելիների։ Այսպես, այս մի ծառը միասին կետենք, զրուցելով, հետո էտելու պահը այսօր կավարտեմ, քանի որ այն կողմում կրակ էի վառել, այն չորակացիները վառել եմ էլի, ոնց որ թե, այ, լավ չի վառվեց, հասանք այստեղ, ինչ ենք անում, ավելորդ ճյուղերը կտրում ենք, չոր ճյուղերը կտրում ենք և ծառը տեսքի է գալի, ինչպես որ մենք ենք մեր մազերը կտրում տեսքի գալի, չնայած այսօր իմ տեսքը արդեն չգիտեմ ինչ կլինի, արևից դեմքս կարմրած, վառված, մազերս ցիրուցան, և ոչինչ, այստեղ էլ կտրեմ, օպա, ջան, սոխակներ ջան, երգեցեք լա մեր համար, ոնց որ թե այդքան էլ լավ չեն սկսում երգել, այ, ոչինչ, այս մինչև մութն ընկնելը, գիտեք, ստեղ եմ լինելու, կլսենք նաև սոխակների ձայնը, սիրելի հետևորդներ ջան, գիտեմ, որ շատ-շատերդ եք սիրում, և ավելի հետարքիր է դառնում այս մի քանի րոպեն, նաև պոկում եմ ձեռքով, անգամ այդքան փխրուն է, որ ճյուղը, որ ես նկատում եմ, որ դա ավելորդ, հա, և անտեղի ծառից ինքը սնունդ չտանի, այդ իմկրատը հիմնականում պետք է գալի, այն այս վերևների, այս ամենավերևներին, որ այսեց կարճացնում եմ, օպա, վայ, այսօր շատ շոք էր, անտանելի շոք, կարելի ասել, շունչս նոր ա տեղը գալի, այս կողմից էլ, հետո ոտքս այս կողմ դնեմ, զգուշորեն, և այս մի կողմն էլ էտեմ, և ճյուղից բռնվեմ, որ եթե հանկարծ ընգնեմ էլ, ամեն դեպքում հավասարակշռություն եմ պահպանում ծառի վրա, և այս ձևով էլ էտել եմ, սիրելի հետևորդներ ջան, գիտեմ, որ ձեզ կհետարքրեր, դրա համար եմ միացել, համ իմ ժամանակը լավ անցնի, համ էլ ձեր, այսպես, ես կասեմ գարունը մեր մոտ լիարժեք, հա, նույնիսկ դեպի ամառ ենք գնում, ընդհանրապես մեր տարածաշրջանում եղանակը այդ ձև է, այնքան մինեն ձմեռվա պահերը դուրս է գալի, արդեն
շատ է տաք լինում։ Արդեն ասեցի, չէ, որ պեչնել եմ հանել տնից եւ ցուրտ չի տունը։ Չնայած տանը հիմա ով է մնում։ Հիմա տանը մնալու եղանակ չի, պահեր չի, պետքա դուրս գամ, աշխատեմ։ Ահա։ Ամեն բան աշխատանքով է լինում, բոլորս էլ դա գիտենք, սիրելիներս։ Ահա։ Թեկուզ եւ դժվար, թեկուզ եւ բարդ, բայց աշխատելը շատ կարևոր է։ Հատկապես երբ որ սիրով ենք անում, բնության հետ կապը պահում ենք, այս ձևով։ Ահա, այսպես։ Հետո այս մյուս կողմը ու իջնում է, հա։ Ամենա երկարացներն եմ կտրելու։ Ահա, ծառս լավ մեծացել է, փառք Աստծո։ Այսպես որ բարձրանում եմ նարդիվանին, այնքան հավես է, սիրելի հետևորդներ ջան, էլի կան ծառեր էտելու, այսօր չեմ խոստանում, բայց մյուս անգամ տեսախցիկը հետս կվերցնեմ ու այսպես բարձրությունից ցույց կտամ իմ ամբողջ այգին, շատ դարքիր է լինում։ Ահա, այսպես, ոնց որ թե բարձր ճյուղերը բոլորն էտեցի, այստեղ մեկը թողել եմ, ահա, տեսնեմ, ահա։ Այսպես, հիմա կարամ իջնեմ արդեն։ Բայց այս կողմից է։ Չէ, այս կողմը վերջացրել եմ։ Բարի ձեզ։ Ագրոնոմ այգեգործն է, չէ, սիրելի հետևորդներ ջան, հարևանս ասում է ագրոնոմ ես, այդպես, միշտ էլ աշխատող մարդը գովեստի է, չէ, արժանանում, աշխատող մարդիկ միշտ էլ հարգանքի գովեստի են արժանանում, թե չէ ծույլ մարդիկ գովեստի չեն արժանանա, այս կողմն էլ մնացել է, ոտքիս տեղը ամրացնեմ, սիրելի հետևորդներ ջան, կարծում եմ տեսախցիկս ճիշտ եմ տեղադրել եւ չեմ սխալվել, որպեսզի դուք էլ հաճույքով դիտեք իմ այս վլոգը։ Ահա։ Վաղը իմ ազատորն է։ ու ամբողջ օրը տանն եմ լինելու, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, մեկ մտածեցի, որ այսօր տանը գործեր անեմ, տան մաքրություններ, լուսամուտ սրբեմ, քանի որ այս ընթացքում մի հատ սրբել էի ճիշտ է, բայց անձրև էր եկել ու փչացրել էր, բայց թե ոչինչ, մինչև ծառերիս հետը չավարտեմ, ոչ մի տան գործ, ահա, այսպես, լավ արդեն թե իմ սրտով է, այս կողմը մնաց, այսպես, սիրելիներս, գիտեք, որ իմ տուն ու տեղը, իմ բաղ ու բաղ չեն, այստեղ ճանապարհաեզրին է, հեռուներում չի, ինչ որտեղ լավ է, եթե գալիս եմ այգում երկար աշխատելու, հետս շշով ջուր եմ բերում, բայց այս անգամ չեմ բերել, այստեղ անմիջապես տրամադրված է կա, ու նման դեպքերում էլ ոչ ծարավ ենք զգում, ոչ սով ենք զգում,
ուշքներս դեպի աշխատանքն եմ գցում։ Այսպես։ Այս մեկն ուզում եմ լրիվ ավարտին հասցնեմ, սիրելի հետևորդներ ջան, հետո միասին կգնանք ընդեղ կրակին կհետևենք։ Էնակացիներն են էլի վառել։ Կա չէ, որ չենք ուզում, որ գործից պոկվենք, այդ ձևի պահեր էլ ա լինում, հատկապես երբ որ ամբողջ օրը շոգ ա լինում ու մի անգամից հողն ընկնում ա, նման դեպքերում չենք ուզում, որ գնանք տուն։ Ինչքան էլ վերևից կտրեցի, բայց այս կողմը մնաց ու վերջ։ Այսպես փորձեմ ինձ մոտեցնել։ Արի։ Սոխակների երկի ներքո աշխատենք, զրուցենք, սիրելիներս։ Այս ինչ համով քամի ա, օդը հրաշալի դուրում ա, սիրելիներս։ Եթե հանկարծ մի երկու հատ էլ փողած լինեմ, ոչ դա ես հետո կգամ էլի կվերանայեմ։ Հիմա քանի որ ընդեղ կրակը ուզում եմ էնել ավարտին հասցնեմ, այդ փշոտակացիներից ազատվեմ։ Հետևորդներ ջան, ասինար դիվանն էլ մոդիկացնեմ, քանի որ աշխատանքի վերջում շատ կարևոր է, որ բոլոր աշխատանքային գործիքները հավաքենք միտեղ, ապահով միտեղ դնենք, հետո հիմա էլ կրակին հետևեմ, ստեղ դնեմ, լավ մոտեցրի ինձ, տեսնում եք չէ ինչքան մեծ տարածք է իմ Կարալյոկի այգին, սիրելիներս։ Հիմա արդեն կրակին հետևեմ, սենց հայ, որ բանին որ չենք հետևում, առաջ չի գնում, կրակս հանգել ա, դե ինչ որտեղ էլ դեռ երևի լավ չի չորացել էլի այս փշերը, հայ, այս ոնց պետք է սրան ձեր սարեմ, հիմա այս կողմից չորուկները, այս մեր գազի տրուբեն ա, որ գնում ա տուն, սիրելիները, հիմա աստեղից, ասեցի վառեմ, ինքը կվարվի, ես էլ գնացի ծառերս էտելու, մի քիչ վարվել ա ու հանգել ա, հիմա էլի կվառեմ, ոյ, հաց թե վերքս չի կտրում, որ սա շուտ կվարվի, հատկապես էլ որ փշերը մի քիչ դժվար եմ ինձ ենթարկում, այս թե պետք է անեմ, էտա, մաքրելով եկել եմ, ստեղ եմ հասել, այդ արանքն էլ ամաքրած, հետո արդեն կմնա ընդհանուր այգին մաքրելը, ընդհանուր այգին եսի նկատի ունեմ այն մյուս կողմը, որտեղ որ արդեն ատացիներ չկա, այդպես այգիս մասերի եմ բաժանում, անուններ եմ տալի, բաղջի սկիզբը, բաղջի մեջ տեղը, ձեռնոցով չի լինում, որ արդեն փուշն էլ մտավ մատս, ոյ, գիտեք չէ, սիրելիներս, ակացու փուշը շատ թունավոր է, հատկապես երբ որ այդ փուշը գեջ ա լինում, այդպես, շատ զգուշ կլինեք, եթե հանկարծ դուք էլ իմ նման, ակացուքշի հետ գործ ունենաք։ Հիմա ինչ եղավ փոցխը,
փոցխով վրա հավաքեմ։ Այս որ արդեն կողքը կանգնեմ հետևում, արդեն սա էլ կվարվի, որ կարենամ ստեղ էլ վերջնական մաքրեմ։ Մի քիչ սենց պտի պահեմ, ձեռնոցներս չայրեմ։ Ճիշտ այդ խազի տրուբա է, բայց վտանգավոր չէ, ինքը փակ է։ Այն սենց հիմա կկպչի։ Հետո կդառնա մեծ կրակ, դոռոնջ։ Վարդևորի դոռոնջի նման դոռոնջ կդառնա։ Այս այս կողքերից հետ վրա հավաքեմ։ Այսօր լավ ահագին այդ կատարեցի ու ինձանից կոհեմ այսօրվա համար։ Ամենասկզբում, որ սկսեցի այդ կատարելու, այդ տարածքը մաքրեցի, այդքան մի քիչ տեղը, խոտերը, այս չորուկ խոտերը դեռ խոնավ էր, էլի չէր լինում։ Ինչերն էլ սպասում ենք, որ չորանա, արդեն ժամանակ այնքան կարճ ա լինում։ Մի հատ էլ այս կողմից, բայց ոնց տենը մեկ ահագին էլ վարվել ա, հեսա մոխիրը լավ, մոխրակալ էլ ա ստեղ։ Արիստեղ։ Ու սենց այս ձևով էլ կայրեմ, սիրելի հետևորդներ ջան։ Այս այդ լավ թեժացել ա կրակը, մի հատ էլ սենց վրա հավաքեմ։ Այս սենց հա գործին հետևալը։ Ազատվենք չորակացիներից, այս քշերի տանտանելի։ Հիմա մինչև որ այս կողմը պեծեր կառաջանա, շատ չխառնեմ, էլի թողնեմ լավ պեծեր առաջանա։ Արիստեղ, այ։ Չեն էլ ենթարկվում է։ Սովորական հետ չասենք, որ հոտս տնեմ, նստացնեմ, քշերն ահավոր են շատ։ Այս կողմն էլ պտտեմ, որ ավելի վստահ լինեն։ Օպա։ Այս են սրանց հախից կգամ ես։ Ոնց թե քշերը լցվել են իմ այգի։ Հավերս հավաքվել են, որ գնան թառնեն։ Սիրելի հետևորդներ ջան, ես արդեն վստահ եմ, որ սա լավ կայրվի։ Ու քանի որ իմ հեռախոսի մեջ զարյատկա չկա, այլևս չեմ կարող շարունակել, դե տանեմ տուն, համ զարյատկա միացնեմ, համ էլ արդեն վլոգը ձեզ կմատուցեմ ու ես էլի կգամ կշարունակեմ մինչև մութ աշխատել։ Սիրելի հետևորդներ ջան, պակա, մինչ հաջորդ վլոգ։